Իդեալ համակարգը բացում է եվրոպական որակի եւ նրբագեղության դռները ձեր առաջ։ Հնարավորություն ընձեռելով ձեռք բերել եվրոպական արտադրողների լավագույն նմուշների նշված տեսականին մինչև 75% բացառիկ զեղչով։ Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը վերացվել է։ Գլխավոր դատախազությունից նշում են, որ 300 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակված Հարությունյանի դեմ հատուկ վերանայման բողոք են ներկայացրել վերաքննիչ դատարան։ 80 միլիոն ԱՄՆ դոլար վնասի վերականգնում գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործով վարչության հսկողության ներքո քննվող քրեական վարույթներով ամփոփվել են 2025 թվականի ընթացքում պետությանը պատճառված վնասի վերականգնման ցուցանիշները։ Պետությանը պատճառված վնասից 15 միլիոն 440 միլիոն դրամը, որը համարժեք է շուրջ 41 միլիոն 174 հազար ԱՄՆ դոլարին, ավարտված քրեական վարույթով վերականգնվել է։ Վերականգնումներ են կատարվել Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ եւ լիազոր նախկին դեսպան Միքայել Մինասյանի, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր, ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանի եղբոր եւ նրանց հետ առնչություն ունեցող անձանց կողմից կատարված հանցանքների վերաբերյալ քննվող ազգային ժողովի նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի ընտանիքի անդամների, նախկին պատգամավորներ Նահապետ Գևորգյանի, Հարություն Փամբուկյանի եւ նրանց ընտանիքի անդամների կողմից կատարված հանցանքների վերաբերյալ քննվող եւ մի շարք այլ քրեական վարույթների շրջանակում։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Պաշտպանության նախարարության Արմավիրի զինվորական կոմիսարիատի ստորաբաժանումներից մեկի պետի եւ եւս 3 անձի նկատմամբ։ Պաշտպանության նախարարության պաշտոնյան մեղադրվում է վարժական հավաքների ենթակա անձանց նշված հավաքներից ապօրինի ազատելու գործընթացը կազմակերպելու դիմաց խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։ Հունվարի 16-ին տեղեկություններ են ստացվել, որ Եղվարդի Սաֆարյան փողոցի 116 հասցեում համակարգչային խաղերի սրահում մի խումբ անձանց միջև վիճաբանություն ու ծածկորտուք է տեղի ունեցել։ Պարզվել է, խաղասրահում ծագած վիճաբանության ժամանակ Կոտայքի մարզի բնակիչներ 21-ամյա Նարեկը եւ 23-ամյա Արսենը ծեծի են ենթարկել Կոտայքի մարզի բնակիչներ 37-ամյա Կարենին եւ 18-ամյա Հայկին, պատճառելով մարմնական վնասվածքներ։ Հունվարի 22-ին Զվարթնոց օդանավակայանում հայտնաբերվել է Աբովյան քաղաքի բնակիչ 47-ամյա մի տղամարդ, որը 2025 թվականի նոյեմբերից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով։ Հունվարի 21-ին Բուխարեստ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել է Էջմիածին քաղաքի բնակիչ 54-ամյա մի տղամարդ։ Նա 2021 թվականից հետախուզվում էր թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների իրացման ու մաքսանենգության մեղադրանքներով։ Հունվարի 21-ին Նանսենի փողոցում ձերբակալվել է 44-ամյա մի տղամարդ, որը 2025-ի դեկտեմբերից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով։ Հունվարի 21-ին վարչությունը ներկայացել Երևան քաղաքի բնակիչ 34-ամյա մի երիտասարդ, որը հետախուզվում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով։ Հունվարի 21-ին Նոր Եզրնկա գյուղում ձերբակալվել է 38-ամյա մի տղամարդ, որը հետախուզվում էր երթևեկության անվտանգության ու տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով։ Տեղեկություններ են ստացվել, որ Երևանի 36-ամյա բնակիչը պահում եւ օգտագործում է թմրամիջոց։ Սիլիկյան թաղամասում գտնվող նրա տանը հայտնաբերվել է 250.49 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց։ Հունվարի 21-ին տեղեկություններ են ստացվել, որ Ջանֆիդա գյուղի 46-ամյա բնակիչը տանը ապօրինի զենք զինամթերք է պահում, ինչպես նաեւ պահում է եւ օգտագործում է թմրամիջոց։ Տղամարդու տան նկուղում հայտնաբերվել են նռնակ, իր պայթուցիչով, գնդացիրի եւ ինքնաձիգի 113 փամփուշտ, սվինգդանակ, ազդանշանային հրթիռանետիչ, գիշերային դիտարկման հեռադիտակ, 1 փողանի ողոր գրափոխերացան ու նետողական զենք։ Նրա տիրապետության տակ գտնվող տներից մեկում հայտնաբերվել է 1 փողանի ողոր կափողորսորդական հրացան, ինքնաձիգի փամփուշտ։ Հունվարի 22-ին ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի Խաչմերուկից Խոտ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի ունեցել ճանապարհատրանսպորտային պազահար։ Պարզվել է, Խոտ գյուղի ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz եւ Toyota մակնիշի ավտոմեքենաները կանտուժած։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականն ու տուժածներին մոտեցրել շտապօգնության մեքենային։ Հունվարի 22-ին Երևանյան Խճուղի մեկ հասցեում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Վաղինակի վրաց Nissan Rouge մակնիշի եւ Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Գևորգի վարած Արմավիր բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված Ford մակնիշի շտապօգնության ավտոմեքենան, տուժածներ չկան։